Այստեղ նշում եմ գործարք բացելու տևողությունը, time frame-ը, ուղղությունը, արժութային զույգը, կարող եք գրել Telegram-ը եւ միանալ։ Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, այսօր մինչ իմ աշխատանքային սեանսները սկսել եմ մեր թիմի հետ, որոշեցի անցկացնել մեկ աշխատանքային սեանս ձեզ հետ միասին բուն տեխնիկական անալիզ ստրատեգիայով։ Այս շաբաթ մի անգամ ունեցել ենք արդեն ուրեմն աշխատանքային սեանս catching-ով, իսկ ես մեկը արդեն որոշեցի անցկացնել բուն տեխնիկական անալիզով, այսօր ուրբաթ է անցկացնենք ու դրանով արդեն եզրափակենք այս շաբաթը։ Եկեք հիմա ավելացնենք բոլոր այն արժութային զույգերը, որոնք որ ունեն 70 եւ ավելի տոկոսայնություն։ Տեսեք, ինչ հետաքրքիր սիտուացիա կա տվյալ արժութային զույգում։ Նախ եկեք հասկանանք local trend-ը որ կողմը ուղված։ Local trend-ը դա M1 time frame-ով վերջին, չգիտեմ, 10 եւ ավելի ժամերի ընթացքում գնացող trend-ն է։ Ու տեսնում ենք, որ շարժվել է հիմնականում դեպի ներքև գնացող trend-ը, մեր local trend-ը։ Դեպի ներքև գնացող local trend-ում այստեղ թարմացվել է վերջին անգամ մինիմումը, ֆիքսվել է, որից հետո սկսվել է դեպի վեր շարժում։ Բնականաբար այստեղից արդեն այս երկարաձգված կարեկցիան local trend-ի համար շրջադարձ է կատարել ու շարժվում է եւ հիմնական նպատակը տվյալ մինիմումի թարմացնելն է։ Կարեկցիան արդեն շրջադարձ է կատարել, բնականաբար ստեղ ակտուալ է դեպի ներքև գործակներ բացելը։ Հաջորդը ես անցնում եմ M30 time frame-ի, որպեսզի տեսնեմ global trend-ը։ Եթե այսպես դիտարկենք, մենք կարող ենք տեսնել, որ եկեք sense ցույց տամ։ Այստեղ կա նաև global trend որպես դեպի վերև գնացող trend։ Դեպի վեր շարժվող global trend-ում այս մեր local M1 time frame-ով trend-ը համարվում է ուղղակի նրա կարեկցիան։ Այսինքն ստեղ կա աշխատանքային կարիդոր, որը որ հասել է վերևի ուռովենին դիմադրության եւ շարժվել է դեպի ներքև աջակցության ուռովեն, այստեղ տեստավորել է ու շարժվում արդեն դեպի վեր։ Այսինքն նույն կողմից էլ մենք որպես global trend-ի կարեկցիա, այս կարեկցիան եւս արդեն շրջադարձ է կատարել, ավարտվել է ու գինը արդեն շարժվում է դեպի բացվել են արդեն կանաչ մոմեր, գինը շարժվում է դեպի վեր ակնհայտորեն, ունենք երկու հատ անալիզ։ Այստեղից հետևում է, որ այստեղ ակտուալ են թե դիմադրության ուռովենները, թե աջակցության ուռովենները։ Հիմա մենք պետք է ուղղակի հասկանանք, ինչպես պետք է աշխատել, որ կետերից պետք է բացել, որ ուռովենները պետք է ընտրել։ Այստեղ արդեն local mass-ում եկեք վերլուծենք գրաֆիկը։ Նախ պետք է հաշվի առնել մինի կարեկցիաները դա արդեն այս վերջին ժամանակում գնացող կարեկցիաներն են։ Հիմնականում տեսնում եմ 2-3 մոմերով ընթանում այդ կարեկցիաները, այսինքն այս կետը բավականին լավ կետ էր։ Ինչու եմ ասում այստեղ մանավանդ ուշադրություն եմ դարձնում մինի կարեկցիաների վրա, քանի որ այստեղ պետք է ուղղակի բացենք 2 րոպե, բայց լավ 1 րոպե բացեցինք, ըստ բուն տեխնիկական անալիզի հասարակ ես բացում եմ 2 րոպե, եթե M1 time frame-ով եմ անալիզ անում 2 մոմի հաշվարկով այսպես։ Եթե ինչ կբացեմ դագոն 2 րոպե դեպի վերև։ Ուրեմն ինչու եմ ես այստեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում կարեկցիաների, մինի կարեկցիաների վրա, քանի որ մոտակայքում 0-ական կամ 50-ական որևէ լավ երևացող ուռովեններ չկան, այսպես ասած ալտերնատիվ տարբերակ կա, որպեսզի լավ սիտուացիան բաց չթողնենք, ալտերնատիվ տարբերակ կա ուղղակի օգտվել կարեկցիաներից։
Այստեղից բացում եմ գործարք, ուրեմն տեսեք, պոտենցիալ գործարք բացելու կետ այստեղ, մեկ վայրկյան ներողություն, պոտենցիալ գործարք բացելու կետ այստեղ, ես ընդունում եմ, որ այս ուռովերն է, այս զոնան է ու այս կետն է, տեսնում ենք ինչ ռեակցիա տվավ այստեղ գինը դեպի վեր, սակայն հենց այդ մոմի ընթացքում, մեկ րոպեվա ընթացքում բարձրացավ այսպես շատ լավ տվեց ատկատ, բարձրացավ վերև, տեղի ունեցավ գնում այստեղ, որից հետո կտրուկ իջավ դեպի ներքև այս ուռովենի մոտ։ Այստեղ կար զրոյական ուռովեն, որը որ կարող էր տալ նման ռեակցիա։ Սպասելի էր։ Դրա համար այստեղ ես գործարք չբացեցի։ Եթե չլիներ այստեղ այս զրոյական ուռովենը, ես կբացեի այստեղից գործարք։ Իսկ քանի որ նկատելի էր բավականին այստեղ այս զրոյական ուռովենը, որին որ ամենայն հավանականությամբ կծկտեր գինը, ես սպասեցի, այստեղ չբացեցի, սակայն պոտենցիալ ակտուալ կետ էր այստեղ բացելու, նույնիսկ նկատելի էր ինչ ռեակցիա տվավ գինը այդտեղ, սակայն եթե չիմանաք այսպիսի նյուանս, այսպիսի ինֆորմացիա չունենաք, որ հնարավոր է իրոք զրոյական ուռովենը կարա ձեր ակտուալ կետը ուղղակի փչացնի, ինչպես որպեսզի գինը դեպի իրեն ձգելով, քանի որ այստեղ կա շատ հստակ ու շատ ուժեղ օրձեր բլոկ։ Այնուամենայնիվ այստեղ մեր առաջին պլյուսը վերցրեցինք, ստեղ սխալվում եմ բացեցի 1 րոպեանոց գործարք, բայց այնուամենայնիվ մինուս է լինելու, եթե նույնիսկ բացվի 2 րոպեանոց գործարք։ Ուրեմն մեր առաջին պլյուսը վերցրեցինք, եկեք այստեղից բացենք ևս մեկ գործարք, նույն տրամաբանությամբ և նույն վերլուծությամբ։ Տեսանք ամբողջ ընթացքում գործարքը շարժվում էր պլյուս, վերջին վայրկյաններին դեպի ներքև երևի տեղ ունեցավ վաճառք ու շարժվեց դեպի ներքև ու մինուս փակվեցինք, բայց ոչինչ, ընդհանուր որ նայում ենք այստեղի մոմերի պատկերին, տեսնում ենք ինչ շողքեր են թողել ու ինչ վաբշե իմպուլսներ ա եղել, անկայունությունը բարձր է տղայականին արժութային զույգում, դրա համար զարմանալու ոչինչ չկա, ստեղ ևս կա շատ լավ ակտուալ կետ, նախ մեր կարեկցիան, որը որ տեղի ա ունեցել մինչ այդ 2-3 մոմերով, ստեղ պլյուս մինուս արդեն տեղի ա ունեցել, գումարած դրան կա շատ լավ զոնա, որից որ տեսնում ենք ինչ ռեակցիաներ ա տվել գինը, դրա համար այստեղից բացեցի, գումարած դրան այստեղ ունենք մեկ ակտուալ կետ, որտեղից որ գինը պետք է շարժվեր վերև, կարեկցիան երկարաձգվեց, տեղի ունեցավ մինի կարեկցիա, ամենայն հավանականությամբ իր վերջին կետը սա էր, եկեք սպասենք։ Հիանալի է, այստեղ ևս մեր պլյուսը վերցրեցինք, 2 գործարք բացեցի ընդհանուր, երկուսն էլ վերցրեցինք երկրորդ դագոնից, սակայն ոչ մի անհանգստանալու բան չկա ստեղ, ընկերներ ջան, նորմալ պրակտիկա է, հիմնականում երկրորդ դագոնից վերցնելը բավականին շատ, այսքանով ավարտենք մեր աշխատանքային սեանսը, հիմնականում բուն տեխնիկական անալիզով սենց որ վերլուծում եմ ու գործարքներ եմ բացում, 2-3 գործարք եմ բացում, ժամանակատարը բավականին, արդեն մոտենում ա մեր թիմի հետ աշխատելու ժամանակը, այսպես ինչպես դուք տեսաք, որ գործարքներ ենք բացում, այդ նույն գործարքները նաև ասում եմ ձեզ տելեգրամյան ալիքում ու դուք բացում եք, այդ ամեն ինչը բացարձակ անվճար ա, ովքեր որ ցանկանում են կարող են գրել մեր տելեգրամին ու միանալ, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք հետագա վիդեոները, շնորհակալություն բոլորին, ցտեսություն։